Ոչ մեկին թթու խոսք չասած մարդիկ են, ուրիշ բան ինչ կարամ ասեմ, սա չեմ հասկանում ինչ է։ Գագիկ Խամբարյանը խոսում է հորեղբոր ընտանիքի մասին, ում հետ տարիներ շարունակ Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում կողք կողքի տներում են ապրել։ Հոկտեմբերի 11-ին ժամը 20:30-ի սահմաններում մայր ու որդի Ղամբարյաններն արդեն քնած էին, բայց արթնացան ուժեղ պայթյունի ձայնից։ Ինչպես պատմեց Ռիմա Ղամբարյանը, իրեն թվացել էր, թե երկրաշարժ է, իսկ որդին… Ես սկզբից մտածեցի, ասի միգուցե դա կայծակի հետևանք է, բայց հետո բանից պարզվեց, որ դա կայծակի հետևանք չի, այլ դա մարտական նռնակ է շպրտվել դեպի իմ տունը, ուժեղ պայթյունի ձայն ենք լսել, ես արթնացել եմ, մայրիկս արթնացել է, մեզ միջանցքի լույսը վառել ենք, բանից պարզվել է դուռը ջարդված, տեղահանելած, դուռը բացելով, տեղահանելած դուռը բացելով, հայտնաբերել ենք, որ շքամուտքի լամպոչկեն վառված է, ու հայտնաբերել ենք, որ մեծ անցք կա շքամուտքի բետոնային մասում։ Վնասվել է ոչ միայն Ղամբարյանների տունը, այլև հորեղբոր։ Ես հիմա այստեղ չեմ բնակվում, ես բնակվում եմ դիմաց, Աղայանի վրա, ժամը 1-ին են ինձ զանգել, իմացել եմ, եկել եմ։ Սա իմ հոր հայրական տունն է։ Եկա տեսա պայթյունի տեղը, մեր լուսամուտներին մինչև անգամ հասել, լուսամուտները քանի ապակիներ ծակվել է, ջարդվել է։ Հարևանները եւս լսել են պայթյունը։ Քնած էի, եկել մի ուժեղ դմբոզ լսեցի։ Խորացուցակա դուրս եկա։ Տեսա փողոցում ոչ մի մարդ չկա։ Ես իջնում էի առավոտը խանութ, մեկ էլ տեսա հավաքված եմ, մեկ էլ ինձ մեր թաղային միլիցիան եկավ, ասա բարի մայրիկ դուք դմբոզ լսել եք, ասեցի լսել եմ։ Ղամբարյանները տեսնելով նռնակը անմիջապես որոշել են զանգահարել ոստիկանություն, կարողացել են վերականգնել կտրված հեռախոսալարը եւ նռնակի մասին հայտնել են իրավապահներին։ Դեպքի արդիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 91-222-11 քրեական գործը, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով եւ 185-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով։ Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ իրականացում հանցանք կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Մինչ այս պահը որևէ կասկածյալի կամ մեղադրյալի մասին քննիչները պաշտոնական հայտարարություն չեն ստացել։ Ոչ պաշտոնապես որևէ մեկի մեղադրանք առաջադրված չէ, վարկածներ կան բնականաբար, որոնք ճշտվում են։ Նայնե Մաթևոսյան, Վիլյամ Մանուկյան, Վանաձոր մի հեռուստաընկերություն, հատուկ հորիզոնի համար։